գրասենյակներ, ընդդիմադիրների տներ, ինչու է իշխանությունը նման գործելավոճ սկսել։ Իսկ թվում է ճիշտը այդտենց հանրությունը որ խոսա, որ որոշ տեխնացուներ փորձում են ճնշել ընտրողներին եւ մտածում են, որ այն հին ձևերը նորից անցնելու է, մարդկանց վախեցնելու են, ինչ որ բաներ հիշեցնելու։ Ես նման կարծում մեղադրանքներ չկան այն տեխնացուների հասցեին, որոնց հասցեին չեն կարող լինել, հա։ Ինչի օրինակ Լևոն Բարսեղյանի հետ կապված տենց տեղեկություն չկա, կամ այն մյուս ընդդիմադիր տեխնացուի, կամ այն մյուս ընդդիմադիր տեխնացուի։ Բայց ասում եք Լևոն Բարսեղյանի Իմիջիալոց ես ուզում եմ ներողություն խնդրել, պարոն Բարսեղյանը նաև անդրադարձել էր, ես տենց մի պամատկիցս դուրս էր եկել ընդհանրապես, որ ինքը մասնակցում է, եւ ես իրանի նկատի չեմ ունեցել, երբ որ ասել եմ, որ կա հին եւ նոր, ես իրան նկատի չեմ ունեցել այդտեղ։ Բայց տեսեք, ասում են ինչպես է ստացվում, որ կլինի այնպես կանգնենք, որ ես էլ կուղիղ կանգնեմ, դուք էլ։ Ասում են ինչպես է ստացվում, որ երբ որ ՔՊԻ Սարիկն է շիբինը փռում ասֆալտ փռում շիբինը ասֆալտ չունեցող փողոցում, դա համարվում է ընտրակաշառք։ Չի կարա տենց լինի։ Եթե նման փաստ կա, երկուսն էլ համարվում է ընտրակաշառք եւ երկուսն էլ պետք է պատժվի։ Մեր Սարիկը լինի, ով ուզում է լինի, չկա տենց բան։ Եթե դրա ապացույցները կա, ես պահանջում եմ դա ներկայացնել եւ պահանջում եմ, որ դրա հետքերով իրավապահ գնան, չի կարա եկակի ստանդարտ լինի։ Բայց այն մարդիկ, ովքեր որ տարիներ շարունակ այդ նման գործելավոճով աշխատել են, որոնց գիտենք, հա, վերջո զարմանալու բան չկա, հա, նույն տարի որևէ մեկը դատված չէ կաշառք, ընտրակաշառք տալու կամ վերցնելու համար։ Չէ, տենց չի, նաև կան գործեր բանի հետ կապված 2021 թվականին, էլի նույն պատիվ ունեմ ներկայացուցիչների հետ կապված, կան գործեր, Նարեկ ջան, լավ չեք տիրապետում, մի հատ ճշտ է, կան գործեր։ Ես ճիշտն ասած, որովիցե ձևով ներգրաված չլինելով չեմ կարող ասել քաղաքական հայտարարությունների մակարդակով ինչքանով որ գիտեմ, այնքանով գիտեմ, բայց գիտեմ, որ տենց չի, իհարկե կան մարդիկ, որոնք դատված են, որոնց հետ կապված վճիռներ կան, որոնք էլ շատ երկար այդ process-ի մեջով անցնում են։ Արդյոք անհանգստություններով չի պայմանավորվում 2 օր առաջ ընդդիմադիր տեխնացուների հանդեպ այս քրեական հետապնդումները, որը քաղաքական իրականում հետապնդումներ են, եւ դուք ձեր տեխնացուի ընտրվելու շանսերը բավականին ցածր, այսպես գիտակցում եք, որ ցածր է, դրա համար են այս ամեն ինչը իրականացվում։ Չէ, եւ ես կարող եմ դա ապացուցել, որովհետեւ նախ եւ առաջ տեսեք, նման գործելավոճ մենք երբևիցե չենք կիրառել, նույնիսկ այն պարագայում, երբ որ դրանից կախված էր մեր կյանքը, մեր ֆիզիկապես գոյությունը 2021 թվականի մասին է խոսքը։ Առնվազն կյանքը, այնտեղ քրեական գործերի հետապնդում եւ այլն։ Երկրորդը, տեսեք, մենք շատ տարբեր տեղերում պարտվել ենք ընտրությունների եւ հիմա կան շատ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչ թիմ ղեկավարներ։ Նաեւ նույնը տեղի է ունեցել նաեւ Գյումրիում, հետո կոալիցիա են կազմել եւ դրա համար, դրա խաթր հա հետո դա կոալիցիաները քանդվում են, ասենք անկախ նրանից դա նույնիսկ երկու ընդդիմադիր կուսակցություններն են, խմբակցություններն են իրար հետ հիմա վիճվում, կոալիցիան ինչա որ չքանդվի։ Ժամանակի ընթացքում երբ որ տեսել ենք, հասկացել ենք, որ տորպեդահարվում այն գործերը, որը որ մեր ավականին Գյումրիում ուզում է անել, բնական է, բայց պատասխանատվությունը, գիտեք ինչ, այ հետո տեսնելու համար իշխանությունը բան արել, բայց խնդիրը այն է, որ մեր նկատմամբ ամենամեծ մեղադրանքը այն է, որ ինչի են ընդհակառակ Ինստիտուտը Հայաստանի Հանրապետություն բերել, որ մարդիկ գնում են եւ ընտրությունով որոշում կայացնում։ Չի լինելու Գյումրու պարտությունը ձեզ համար։ Դե ես չեմ կարծում, որ մենք այնտեղ պարտվելու ենք, բայց լավ չի լինի, իհարկե լավ չի լինի։ Եթե պարտվեք, պարոն Սիմոնյան, ինչ եք կարծում, պետք է համապետական ընտրություններ անցկացնել ժամանակից։ Չէ, դրա կարիքը չկա ու ես չեմ կարծում, որ մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք այնտեղ, Գյումրեցին հաղթելու է, որտեղ ես չեմ կարծում, որ Գյումրեցին ով միշտ ընտրությունների ժամանակ իր բարձր գիտակցությունը ցույց է տվել, այսօր պահիտակ կուրացել է ու չի տեսնում ովքեր են մի կողմում, էլի ընդհանրական չասելով, հա, ովքեր են մի կողմում եւ ովքեր են մյուս կողմում, ովքեր է հիմնական ֆավորիտ ընդդիմադիր տեխնացուն ճակերտավոր եւ ով է այն մյուս տեխնացուն, իրանք շատ լավ ամեն ինչ հասկանում են եւ ես վստահ եմ, որ գյումրեցիները գնալու են եւ քվեարկելու են։ Այդ մարդկանց ամբողջ հաշվարկը նրա մեջ է, որ գյումրեցիները վախի մթնոլորտից կամ ինչ որ խուժանական, տենց գողական բաներից ելնելով չեն էթալու քվեարկեն,
Ես վստահ եմ, որ գյումրեցին իրանց պատասխանը տալու է։ Դուք ԿՊ-ի ցուցակը կարդացել եք, պարոն Ինչ ցուցակ։ Գյումրու 99 հոգուց մի հոգի այնտեղ որ երևի վարչական պաշտոն չի զբաղեցնում կամ մի քանի հոգի որ դպրոցում չի աշխատում, համայնքապետարանում չի աշխատում, մարզպետարանում չի աշխատում, բուժհիմնարկներում չեն, բոլորը ԿՊ-ականներ են ու բոլորը այն վարչական ռեսուրս տնօրինող կառույցներում են աշխատում։ Սա մտահոգիչ չէ։ Տեսեք, նախ ԿՊ-ի ցուցակն է, ՀՀԿ-ի բանից պետք է լինեին, կուսակցությունները պետք է ԿՊ-ից լինեին, դա մեկ։ Երկրորդը տեսեք, մեր հանրության մեջ կա ազատ լրատվամիջոցներ, կան ՀԿ-ներ, կան անհատներ, որոնք որ զանգում են եւ բացահայտում են պետական ռեսուրսի կիրառումը եւ դրա մասին ազատ հրապարակում են անում, եթե նման հրապարակում կլինի, բնական է դրա պատասխանը կլինի։ Ես կոչ եմ անում ավելի ակտիվ լինեն հետաքննող լրագրողները, ՀԿ-ները, որոնք զբաղվում են ընտրությունների նկատմամբ հսկողություն իրականացնել, կոչ եմ անում ավելի ակտիվ լինեն։ Պահանջում եմ։ Իշխանությունը ականջալուր չի այդ հրապարակումներին, ՀԿ-ների։ Տենց չի, ես համաձայն չեմ, որ տենց է։ Դուք պատկերացնում եք, որ այդ նույն րոպեին տենց Զևսը վերևից կայծակը պետք է խփի եւ ինչ որ մեկը փոշի պետք է վերածվի, տենց չի։ Բոլոր այդ դեպքերը այս ընթացքում, այս 7 տարվա ընթացքում բազմաթիվ բացասական դեպքեր են տեղի ունեցել, բազմաթիվ կառավարման հետ կապված եւ մեր գործունեության դրանք բոլորը որոնք որ հրապարակվել են դրանք քննվել են եթե ձեզ թվում է այստեղ որ ընդդիմադիրները օրինակ հրապարակումներ են անում մենք դա ներսում չենք քննարկում հետևություններ չենք անում եւ քայլեր չենք ձեռնարկում դուք շատ սխալվում եք չկա գետ մեկ դեպք որ մենք դրա հետևից չգնանք բայց դե գիտեք ինչ մեր հանրության մեջ այս իրավիճակում երբ որ մարդկային ռեսուրսների հետ կապված նաեւ խնդիր կա մենք շատ հաճախ ականատես ենք կնում, որ նույնիսկ մեր կուսակցականը, մեկ էլ մեր նիստերի ժամանակ մի հատ այնպես բան ասում, բոլորը զարմացած նայում ենք, թե դու ոնց ես ընդհանրապես եկել այստեղ չկիսելով ես ամեն ինչը, ես ոչ լինում է։ Համարում այն ամեն ինչը, ինչ արվում է ընտրություններից 3 օր առաջ, տեխնացուի հորը տղային ձերբակալում են ինչ որ գործով, որը դա ինչ որ գործով չնայեք, ասում եք բռնաճնշում 3 օր առաջ եւ երբ պետք է ընտրություն կեղծողը այդ ընտրությունները կեղծի։ Մի տարի առաջ, մի տարի հետո այդ գործողությունը, այդ ճնշումը, որը որ փորձում են իրականացնում են ընտրություններից մի քանի օր առաջ։ Իրականացնում են, իրավապահները դրան արձագանքում են։ Երբ պետք է ինչ որ վերացական հանցագործը, վերացական ընտրություններ կեղծի, մի քանի օր առաջ փող բաժանի ճնշում գործադրի եւ այլը, ել չեմ ասում, որ կներեք, բայց ոչ էլի, ասում եմ, մեր կյանքի հարցն է կանգնած եղել, մեր ընտանիքների, մեր ապրել չապրելու, մենք այդ քայլին չենք գնացել, երբ որ մեր կյանքի հարցն է եղել, թքած որևիցե պաշտոն Դե մենք որևիցե մեկին չենք հանում, Նարեկ ջան, դու ինքդ տեսել ես հրապարակը լեցուն, ասենք այդ Քարոզ Վարշավը, թե ինչ մթնոլորտ էր, Մեղրիում Ագարակում տեղի ունեցած դեպքերը, Սյունիքում տեղի ունեցած դեպքերը, այստեղ Բաղրամյանի փողոպողոտայի վրա տեղի ունեցած, մենք ոչ մեկին չենք հանում, մենք որևիցե մեկին հանելու բան չունենք, մենք տեսեք, ուժը Այսօրվա իշխանության ուժը կայանում է նրանում, որ մենք ազնիվ ենք, մեր սխալների մեջ էլ մենք ազնիվ ենք, ասում եմ սխալներ ունենք, բայց մենք մեր աշխարհների մեջ ազնիվ ենք